Հարգելի գործընկերներ, այսօր ազգային ժողովում քննարկվեց հանրային ծառայության մասին օրինագիծը, որը պետք է ապահովեր Սահմանադրության 30.2 հոդվածով նախատեսված հանրության ծառայություն մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգելու ուղղված նորմերը, սակայն ցավոք այն նախագիծը, որ ներկայացրել է կառավարությունը, ոչ միայն չի համապատասխանում Սահմանադրության հիշյալ նորմերին, հակասում է դրանց, այլ նաև դրանում չկա նախատեսված որևէ երաշխիք, սոցիալական երաշխիք հանրային ծառայողների համար, սկսած աշխատավարձից, ավարտված նրանց բժշկական և կենսաթոշակային ապահովման, ինչը այսօր հրամայական է մեր երկրի համար և ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը, այդ թվում նաև վարչապետը բազմիցս այս ամբիոնից հայտարարել է, թե պետք է բերեր հանրային ծառայության վարձատրության միասնական ռազմավարություն։ Դուք ձեր կողմ քվեարկելով փաստորեն հաստատում եք, որ կառավարությունը հերթական անգամ չի կատարում իր խոսքերը և դուք էլ պետք է պաշտպանեք այդ մոտեցումը։ Երկրորդ, այս նախագիծը համակարգային առումով չի ներառել այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսին կրթությունն է, առողջապահությունը և հանրությանը ծառայություններ մատուցելու այլ ոլորտներն են, և որտեղ ներգրաված աշխատողները պետք է զգային ու հասկանային, որ պետությունը պաշտպանում է իրենց, երաշխավորել է բարձր մակարդակի նաև աշխատավարձ ու պաշտպանական համակարգ։ Եվ վերջապես, քաղաքական տեսակետից այս նախագիծը չի ապահովում հակակոռուպցիոնային ռազմավարության դրույթները, որը որդեգրել է Հայաստանը անդամակցելով GRECO-ին և ստեղծում է էթիկայի հանձնաժողով ձևական, որը չի կարող բերել և ապահովել հակակոռուպցիոն այնպիսի կարևոր գործողություններ, որը պետք է միտված լինի մեր երկրում բիզնեսի և քաղաքականության առաջին հերթին տարանջատմանը։ Այդ ամենից ելնելով մեր առաջարկությունները, որ մենք ներկայացրել էինք 20-ից ավելի, կառավարության մերժողական կեցվածքին համապատասխան, փաստորեն ստեղծում է մի իրավիճակ, որ այս նախագիծը դառնում է հերթական ֆիկցիան, հերթական ձևական մի նախագիծ, որը անվանական առումով կոչված լինելով հանրային իբր ծառայությունների կարգավորմանը, իրականում և էության մեջ նպատակ ունի քողարկելու բիզնես և քաղաքականության սերտաճումը և իրական պայքար չմղելու կոռուպցիայի դեմ։